Տիկին Ծառուկյան, կխնդրեմ նախ խնդիրը սկզբից ներկայացնեք եւ ասեք, թե ինչ տեղի ունեցավ դատարանում եւ ի վերջո կոնկրետ ինչ խնդրով են հավաքվել մրգավերցիները։ Նախ, քանի որ մեզ նոր են միանում, հասկանանք, որ թվականի դեպքի հետ է 2022 թվականի մայիսի 4-ի դրությամբ նախաքննական մարմինը ասում է, որ սպանություն է տեղի ունեցել։ Պաշտպանական կողմը առհասարակ նույնիսկ օրն է վիճարկում, մենք ասում ենք, որ սպանությունը տեղի է ունեցել գիշերը ամսի 5-ին, գիշերը 1-ից հետո։ Ըստ էության նախաքննական մարմինը ի սկզբանե քրեական գործի հարուցման փուլում որոշեց, հենց որոշման մեջ արձանագրեց, որ միակ մեղավորը Նարեկ Սարգսյանն է, մինչդեռ դա կոպիտ իրավական խախտում է։ Դեպքի վայրից, սպանության գործով դեպքի վայրից մատնահետքեր չեն վերցրել։ Քննիչը ձեռքի տակ ունենալով, որ տուժողը իր կողմից նշված ժամանակահատվածը, որը մեղադրանքի մեջ է նշված, ժամը 21:15-ից մինչև 11:20-ը ընկած հատվածում իբրև թե սպանություն է եղել։ Քննիչը ձեռքի տակ ունենալով, որ տուժողը նույնիսկ բնակարանում չի եղել, որովհետև դրսից զանգ է տվել կոնկրետ վկայի ձեռքից իր հեռախոսահամարին։ Այդ պարագայում արձանագրել է, որ Նարեկ Սարգսյանը սպանություն է կատարել, երբ որ տուժողը դեպքի վայրում չի եղել։ Դեպքի վայրից տեղի է ունեցել գողություն, որի մասին տուժողի մայրը միայն դատարանում է հայտնել։ Այսինքն այնքան հակասական բաներ կան, որը ուղղակիորեն քննիչների կողմից, դատավորների կողմից անարձագանք է մնում։ Ավելին, դեպքի վայրի զննության առաջին իսկ օրվանից ասում ենք, որ սա ավազակային հարձակման հատկանիշներ իր մեջ ունի, բայց որևէ ձևով վերջիներս հետամուտ չեն եղել։ Հիմա դատարանում է գործը, դատավոր Յուզբաշյանի կազմում։ Ընդհանրապես անարձագանք, իրավական կուրությամբ տառապող դատավորի հետ գործ ունենք։ Որևէ ապացույց, որը ներկայացվում է մեր կողմից կամ միջնորդվում է, որպեսզի հավաքվի ապացույցներ, դատարանը ընդհանրապես չի արձագանքում։ Հիմնական շեշտադրումը դատարանի կողմից բոլոր միջնորդությունները մերժելու հիման վրա է։ Այսինքն, եթե դատարանը տեսնում է, որ այն անձին ում մեղադրում են, այդ անձը պայքարում է, բոլոր փորձանմուշները հանձնել է եւ չի համընկնում դեպքի հետ, տուժողի առհասարակ ԴՆԹ-ի հետ եւ այլն։ Ինչպես կարող է դատարանը իրեն պահպանի անձի կալանքի հարցը ներողություն։ Ինչպես կարող է առհասարակ դատավորը հետամուտ չլինի, երբ որ պաշտպանական կողմը 3 տարի շարունակ ապացուցում է փաստաթղթավորված, որ անձը անմեղ է եւ վերջերս ամսի 8-ին, սույն հենց ապրիլի, ինչ տեղի ունեցավ, մի անձ, որը պարբերաբար դատական նիստերին ներկա էր գտնվում, նույնիսկ մոտեցել է ժամանակ առ ժամանակ ինձ եւ հարցրել է Պաշտպան ջան, ինչ ա լինելու, այդպես բոլորն են մոտենում։ Այս քանակը, որ դուք տեսնում եք, դատական նիստերին ներկա են գտնվում։ Այդ անձը, ես իհարկե երբեք նրա հարցերին չեմ պատասխանել, որովհետեւ որպես փաստաբան պարտականություն չունեմ այդպիսի հարցերի պատասխան։ Նույնիսկ մի անգամ դանակով է դատարան ներկայացել եւ կարգադրիչները դա արձանագրել էին։ Ոտքի կանգնեց եւ ասեց. «Հարգելի դատարան, բանն եմ ասելու»։ Դատավորը ընդհանրապես ուշադրություն չդարձրեց։ Նույնիսկ հորդորեց, որ նստի, ավելին սանկցիա կկիրառվի, ինչը կարծում եմ նորմալ է, որտեղ ամեն մեկը տեղից չպետք է վեր թռնի։ Հորդորեց, որ դիմումով ասելիքը ներկայացնի, տվյալ անձը դիմում չցանկացավ ներկայացնի եւ անմիջապես, երբ որ տեսավ դատարանը ոտքի կանգնեց, ընդմիջում հայտարարեց եւ դուրս էր գալիս, բոլորիս ներկայությամբ ասեց, որ այդ սպանությունը կատարել է ինքը։ Այդ դրանից հետո այնպիսի քաոսային իրավիճակ էր դատարանում։ Իմ պաշտպանյալի մոտ Նարեկ Սարգսյանի մոտ սկսվեց աֆեկտային վիճակ եւ սեղան է կոտրվել եւ այլն։ Թվում է վարույթ կնախաձեռնվի, կհասկանան ինչ է տեղի ունեցել։ Այդ անձը փախավ դատավորի այն ուղղությամբ, որտեղից դուրս են գալիս դատավորները։ Դրանից հետո կարգադրիչները ինչպես են բաց թողել այդ հատվածից, երբ որ անձը հայտարարում է, որ ինքը կատարել է սպանություն, ինչու չեն ձերբակալել։ Մեզ համար սրանք հարցեր են առաջացնում։ Դրա համար ենք եկել ստեղ, որովհետև կառավարությունից պարբերաբար հնչում է, որ ճիշտ է, արդարադատությանը չեն միջամտում, բայց բոլոր դեպքերում պետք է հասկանանք դատավորների վեթինգը վերջիվերջո իրականանալու է, թե ոչ։ Այսինքն դատավորները իրենց տեղում լինելու են, թե ոչ։ Եթե անձը ասում է ես սպանություն եմ կատարել, մինչև հիմա դատարանը դրանից հետո նիստ չի հրավիրում։
իմ միջնորդության հիման վրա, հիմա միջնորդություն կա դատարանում եւ չի կանչում հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Ինչ արդարությունից ենք խոսում այլևս։ Ավելին, մեր կողմից ներկայացվել է հաղորդում հենց գիշերը, ամսի 9-ի Երևան քաղաքի վարչությունում, որպեսզի այդ անձին գտնեն եւ պարզեն արդյոք սպանությունը իր կողմից է կատարված թե ոչ, որովհետեւ այս պայդրությամբ միանշանակ է, որ Նարեկ Սարգսյանը ակնհայտ անմեղ է եւ գտնվում է ապօրինի կալանքի տակ։ Ասում եք տվյալ անձը նմանատիպ հայտարարություն արեց եւ լքեց դատարանը փախոստի միջոցով, միթե տարածքում տեսախցիկներ չկա, չի ֆիքսել, դուք էլ ասում եք, որ անձը ինքն էլ է մոտեցել ձեզ, հարց է տվել, այսինքն դեմքը ճանաչում եք եւ ոչ միայն դուք, նա մասնակցել է դատական նիստերին, չի կազմակերպվել այնպիսի միջոցառումներ, որ գտնեն տվյալ անձ եւ ի վերջո ինչպես է մեկնաբանում, ինչու չեն հետաքրքրված այդ անձի որոնվելու process-ով, այսպես ասած։ Բացարձակ անգործություն է տիրում դատախազի ներկայությամբ եւ դատարանի ներկայությամբ նման հայտարարությունից հետո որևէ գործողություն չի եղել մինչդեռ իրավական պետության մեջ միանշանակ է որ առաջինը հաղորդում պետք է տային հանցագործության մասին եւ դատավորը եւ դատախազը անմիջապես վարույթի նախաձեռնման պետք է հետամուտ լինել ոչ միայն այդ անձի տեսախցիկների հարց կա այդ անձին ճանաչում ենք Այս մարդկանց համա գյուղացի է, Նարեկ Սարգսյանի բարեկամն է։ Ես արդեն պարզել եմ, որ Նարեկ Սարգսյանի դեպքի օրը ալեհավաքները ստուգել ենք եւ տեսել ենք, որ այդ անձը զանգ է կատարել։ Դեպքից մի քանի րոպեներ, եթե չեմ սխալվում, րոպեներ առաջ։ Այսինքն մենք արդեն իսկ սկսել ենք մեր նախաքննությունը, մինչդեռ պետությունը ոչինչ չի անում։ Ոչ միայն չեն պարզում, ոչ միայն ընդհանրապես նրան չեն փնտրում, այլ այս անգործության դեմը այսպես հավաքվել ենք, որ հասկանանք երբ ենք առնելու։ Ավելին, ես տեսագրություն եմ հրապարակել Facebook-ում, երբ Նարեկ Սարգսյանին ազատ են արձակում տնային կալանքի ուղեկցելով, այդ անձը բերում է եւ ավտոմեքենայի առաջ մատաղ է անում։ Մեզ համար իհարկե նրա շահագրգռվածությունը անհասկանալի էր այդ պայդրությամբ, բայց հիմա արդեն շատ բան է բացահայտում, իհարկե չխախտենք նրա անմեղության կանխավարկածը։ Սարգսյան եւս անձնապես ճանաչում է այդ անձնավորությունը, ինչպես է նկարագրում նրան, արդյոք հնարավոր է, որ իրոք սպանությունը նա կատարած լինի։ Նարեկ Սարգսյանը լռում է, առաջի օրվանից ցուցմունք ընդհանրապես չի տվել, օգտվում է լռելու իրավունքից, բայց դա չի նշանակում, որ պետությունը իր պոզիտիվ պարտավորությունները իրավական հարցում չպետք է անի։ Այսինքն մենք չենք կարող հիմա հասկանալ ունակ է թե ոչ։ Մենք ասում ենք, մենք պաշտպանական կողմը պահանջում է, որպեսզի պատշաճ քննություն իրականացնեն, անձին գտնեն, պարզեն սպանությունը իրականում ով է կատարել։ Այսօր ինչ որ մեկի հետ հանդիպում եք ունենալու կառավարությունը Մենք պահանջում ենք այս պահին, որպեսզի որևէ մեկը իջնի, նախ հաղորդում ենք ներկայացնում կրկին հանցագործության մասին եւ պահանջում ենք հանդիպում Փաշինյանի հետ, այդ թվում նաեւ որևէ իրավաբանի հետ, որը բոլոր նյութերը հետազոտելուց հետո Ես ձեզ վստահեցնում եմ, պատրաստ եմ բոլոր լրագրողների ներկայությամբ դա անել, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցելու, որ Նարեկ Սարգսյանը անմեղ է։ Այսինքն մենք պահանջում ենք, որ Փաշինյանը իր խոսքի տերը լինի։ Դատավորների նկատմամբ պետք է լիներ վեթինգ, ոչ թե անփորձ դատավորներին բերել, որոնց ներկայությամբ հայտարարություն է արվում եւ դատավորը մեզանից շուտ շտապում է դուրս գալ դատանի դահլիճից։ Դա նորմալ չէ։